Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ, 2026 թվականի բյուջեն էականում մեր նախորդ մի քանի տարիների աշխատանքի տրամաբանական արդյունք է։ Եվ 2026 թվականին մենք ինչպես եւ մեր նախընտրական խոստումներում ամրագրել էինք, իրականացնում ենք այն հիմնական աշխատանքները, որոնց կարիքը Երևան քաղաքը ունի։ Եվ վերջին տարիների աշխատանքի արդյունքում մենք վերջին 4 տարվա ընթացքում միայն տարեկան մոտավորապես 500 վերելակ ենք փոխել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում։ Մենք տարեկան մոտավորապես 130 բակ ենք սարքել Երևան քաղաքում եւ մենք տարեկան տասնյակ ֆուտբոլի դաշտեր ենք սարքել, մանկապարտեզներ ենք հիմնանորոգել, փոխել ենք մեր տրանսպորտի ամբողջ շարժակազմը եւ շարունակում ենք փոխել եւ ավելացնել այդ շարժակազմը եւ մասնավորապես 2026 թվականին նախատեսում ենք 45 12 մետրանոց գեղեցիկ նոր տրոլեյբուսներ ձեռք բերել եւ համեմատականի համար ասեմ, սա նույն ման ավտոբուսների չափի շարժակազմեր են, որոնք որ այժմ էլ ունենք քաղաքում։ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի լիազորությունների ներքո երևի թե ոլորտ չկա, որտեղ էական թռիչքաձև հաջողություններ չենք արձանագրել։ Չկա այդպիսի ոլորտ։ Որ ոլորտից էլ խոսենք, մենք արձանագրելու ենք, որ արվել է էական աշխատանք։ Այո, ընդդիմությունը շատ դեպքերում շատ կոնկրետ կետերով մատնանշում է խնդիրներ, որոնց իհարկե պետք է անդրադառնանք, օրինակի համար ասում է Խարբերդի մանկապարտեզի հարցը, վստահաբար ես ինքս եմ գնացել Խարբերդ, այնտեղ խոստացել էինք բոլոր ջրագծերը փոխել ենք, այնտեղ խոստացել էինք գազը անցկացնել, հիմնական մայր գազատարը անցկացրել ենք, մնացել են միացումները, հողի նշանակության փոփոխության հարցը առաջացել, մեր իսկ մեղավորությամբ, որովհետև գլխավոր հատակագծի աշխատանքների ընթացքում մենք այդ տվյալ հողամասը, որը մանկապարտեզ պետքա դառնար, տարել ենք ընդհանուր օգտագործման մեջ։ Այո, մենք էլ ենք սխալվում, հարգելի գործընկերներ, մենք էլ վստահաբար սխալվում ենք եւ այդ սխալների պատճառով ինչ որ հարցեր հետաձգվում են։ Շատ դեպքերում ինչ որ հարցեր հետաձգվում են ոչ մեր սխալի պատճառով, նույն մետրոյի նախագիծը, որը այդպես շատ չարչրկված է, այդպես նախագիծը արդեն 1.5 տարի ավանց որ թե ունենք, պարզ փորձաքննությունը, հա, չենք կարում ու չենք կարում ու չենք կարում ու չենք կարում ստանալ։ Վերջապես ստանում ենք։ Եվ բայց մի բան պետք է արձանագրել, եւ ես կարծում եմ սա է ամենակարևորը 2026 թվականի բյուջեն մեր Երևան քաղաքի բարեկեցության եւ մարդկանց հարմարավետության մասին է։ 2026 թվականին էլ մենք շարունակելու ենք սարքել ճանապարհներ, բակեր, ֆուտբոլի դաշտեր, դարձնելու ենք մեր քաղաքը ել ավելի լավը, տոները ել ավելի գեղեցիկ եւ ձեր տրամադրությունը հուսով եմ ել ավելի բարձր։ Եվ ինչ վերաբերում է այս դահլիճում մեր ունեցած տարատեսակ լարված պահերին, ես կարծում եմ, որ մենք պետք է կողմնորոշվենք բոլորս, որովհետև երբ որ ընդդիմադիր գործընկերները գալիս այստեղ ինձ նայելով ասում են, եկեք կառուցողական լինենք, հարգելի գործընկերներ, եկեք կառուցողական լինենք։ Մի միկրոշանս, որ լինի ինչ-որ մի բան բոյկոտելու, դուք ուզենալու եք լինել ապա կառուցողական։ Այդ կոչերը ինչի համար եք մեզ անում։ Եթե ուզում եք կառուցողական լինենք, եկեք կառուցողական լինենք, մենք մեծ հաճույքով, այնպես չի որևէ թաքուն բան ենք անում, որևէ բան կոծկում ենք, յուրաքանչյուր մեր արած հրապարակային է եւ թափանցիկ։ Այս կողմնորոշումը պետք է ունենալ։ Ուզում ենք լինել կառուցողական, թե չենք ուզում լինել կառուցողական։ Մեր սիրելի քաղաքացիներին, մեր սիրելի երևանցիներին, Հայաստանի Հանրապետության մեր բոլոր հայրենակիցներին 2026 թվականին մաղթում եմ երջանկություն, առողջություն, բարօրություն եւ խաղաղություն։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։